Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Երբ որ YouTube-ը միանում է հարգելիներս տակը ուղղանկյուն սև է, դա սեղմում եք, արդեն բաժանորդագրվում եք, լայքը դնում եք, որ բարձրանա, գրում եք ձեր ցանկությունները, կիսվում եք ձեր ընկերների հետ։ Սկսենք այսօրվա հաղորդումը Հայաստանի մասին, հիմնականում քանի որ Հայաստանն է այս պահի դրությամբ գտնվում կիզակետում մեր համար, նախ Հայաստանի թուրք վարչապետի գնալը, խոսելը եւ այլն ես frank չեմ ուզում մեկնաբանել, ինչի որովհետեւ մարդը արդեն պարզ ասում է, որ ինքը թուրք է, ասում է, վայ Թուրան, ինչ Թուրան, մենք ճանապարհ ենք տալու վատա որ կայանան։ Հիշեցնեմ ձեզ, որ Թուրանը Ռուսաստանի կրեմլյան բոլշևիկյան ծրագրի մի մասն է, այսինքն Թուրանը չի կայանալու, այնպես որ Նիկոլ Փաշինյանի տված ճանապարհը Թուրան թե Թուրան չի, հարցի լուծում չի։ Ես հիշեցնեմ, որ Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը դեմ էին արտահայտվել հյուսիսային Կիպրոսի օկուպացված թուրքակոչվորական բնակչության մասին որոշումով, որ Թուրքիան ուզում էր այնց աներ թուրքական երկրներ իրենց օրինաց անկախություն ճանաչեն, իսկ Եվրոպան այնպես արեց, որ ընդհանրապես հրաժարվեցին ճանաչելու, դրա համար այդ երկիրները չի կայանալու, պան թյուրքիզմ, պան իսլամիզմ չի կայանալու։ Նույն ժամանակ, թե Նիկոլեն գնացին, թե եկել են, չեն եկել գրող են կա, սա հարցի մյուս կողմն է, գնացին լավ հետները ծոցերը քնան 69-ը եկան։ Հաջորդ հարցը Էրդողանի խոսքն է նույն ժամանակ լինելով Իսրայելի պաշտպան հայտարարում է Իրանին, թե գիտեք ինչ կա, Իրանն ու Թեհրանն ու Ստամբուլը, Պոլիսը համարվում են մամեդականության ամենամեծ կենտրոններ, փորձում են մեզ վերացնել, եթե ձեզ վերացնեն, մեզ կվերացնեն, բնականաբար սա հեքիաթի մի մասն է, իսկ տպում են որոշ թերթեր, որոնց ես չեմ հավատում, այս թերթի տպողները հիմնական Էլի Քոչարյանականն է, պրոռուսական, որոնք փորձում են ցանկացած գնով Հայաստանի վերացման ծրագիր անել, ասում է, որ Իրանի դեսպան ինքը ասում է, թե թուրքերը օգտվելով առիթից կարող է բանը հարձակվեն Զանգեզուր միջանցքի համար, հարգելի հետևորդներ, պատերազմը ամեն ինչի հնարավոր է, բայց ուրիշի լեզվով մի օր առաջ մարդը ուրիշ բան ասեց, այսօր ուրիշ բան հատուկ նյուզեմի կամ մյուսի համար չի ասի, թեկուզ ասելու է լինի, ինքը ձևակերպեց այսպես, որ զորքերը Հայաստանը պարտավոր է պատրաստ կանգնի, որպեսզի ցանկացած մարտահրավերի դիմակայի։ Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, հասկանալով, որ Իրանին կոտրել այդքան էլ հեշտ չի, Արևմուտքը մտել է բանակցության Իրանի հետ եւ շատ շուտով պատերազմը կպրծնի, որի շոյի մասին ես ասել եմ։ Ինչի որտեղ պարզվեց, որ Իրանի ատոմայինը չգտան, պարզվեց, որ չեն կարողացել ինչ ուզեն հասնեն բնականաբար, պարզվում է, որ Իրանի հետ նաև ինչքան էլ մամեդականները մենակ են թողել Իրանին, պարզվում է այդքան էլ մենակ չի, հա, այդ արանքում վախենալով Իսրայելի եւ Ամերիկայի ճնշումից իրեն իբր սատարող Պակիստանը տեսնում եք, որ այստեղ կրոնը հարց չի լուծում։ Ոնց որ մեր Արցախյանի ժամանակ Նոբելյան մրցանակը առաջարկե տան Տրամփին, որ Հնդկաստանի եւ Պակիստանի պատերազմը վերջացրեց։ Սա այն ցինիկություն ու կոշիկ լպստելու քաղաքականությունն է, որով փորձում է Ամերիկային ցույց տա, թե ես քո ոտների տակ եմ, ինչքան է չինացի ու ռուսի տակ եմ եղել, թաղի ինձի բրծի։ Դե սա արդեն մենք հասկանում ենք ինչի հետևանք է, բայց ինչ վերաբերում է Իրանի հարցին, Ժորժ ջան, Իրանը ուղղակի չի հանձնվել, որտեղ բոլոր այդ երկրներից մամեդական, որ վախեցած փախել են, ձեն չեն հանում։ Իրանի հետ Չինաստանն է կանգնած։ Ինչի համար, ոչ թե Չինաստանը եղբայր է, Ժորժ ջան, աշխարհում եղբայրներ, դաշնակիցներ չկան, կան ընդհանուր պայտակ շատ։ Քանի որ հաջորդ հարվածը ուտելու է Չինաստանը։ Պատկերացրեք հիմա Իրանը ընկել է։ Վերջ, ընկել է, նոր իշխանություն են բերել, Փելևին իր ջոուտ փեսու հետ եկել նստել է, հա, Իրանը խայտարակ վիճակի է բերել, էս արել, կտրտել են, ձևել են Սիրիայի նման, ով է հաջորդը։ Բնականաբար Չինաստանը, որտեղ տակ են մանր-մունր պետություններին 1 միլիարդ եվրոյով Եվրոպանի Միջին Ասիայի 4 պետությանը, 5 պետությանը Եվրոպան առավ։ 1 միլիարդ եվրո տվեց թուրքերի դեմ դուրս եկան։ Վերջ, այստեղ չկա, այսօրվա աշխարհում ոչ թե կա կրոն, այդ կրոնը բանը ձևական բաներ են դառել այսօր։ Դառել են ռեալ պետությունների շահերը։
Տեսեք Հայաստանը Արցախյան 44 օրյայի ժամանակ քրիստոնեական Ռուսաստանը Հայաստանին գցեց, Հայաստանի շահը պաշտպանում էին միայն Սաուդյան Արաբիան կարողացավ Թուրքիայի դեմ ռեալ սանկցիաներ անել։ Ոչ մեկ, միայն Սաուդյան Արաբիան։ Եթե չեք հիշում, հիշեցնեմ ձեզ։ Իսկ ես վերաբերում եմ Նիկոլ Փաշինյանին, Ժորժ ջան, նա գնացող մարդ է, նա հատուկ բաներ է ասում, որ ավելի գազազեցնի ժողովրդին գնալուց հետո ոչ մեկ են իրեն, որ գոնե մի 3% համակրում էին, այդ 3%-ներ չմնա։ Բացարձակ օրինակ ես ասել եմ, եղել է ստուգողական քննությունը Երևանի քաղաքապետի ընտրությունը, որտեղ քաղաքապետանի 42,000 աշխատողը իրենց միայն ամուսինները, դեռ չեմ ասում քուր աղբեր, 84,000 մարդ էին անում Ավինյանին տվեցին 72,000 ծեն, 75,000, այսինքն կեսը ամուսինները թքեցին էլ այդ ընտրության վրա։ Դե պատկերացեք Նիկոլի համար, եթե Երևանը մաքսիմում 75,000 է, 1,300,000 միլիոն ու կեսանոց քաղաք է, մարզերում ինչ կարա լինի, հա։ Այս ամբողջ գործողությունների մեջ ինքը սկսում է ապուշություններ ասել, եթե ես ասում եի Արցախը Հայաստանը եւ վերջ, ասում եմ, պարզ բան, այն ժամանակ հայրենասերը հիմա չէ։ Դե մարդը ասում է Թուրքիայում, բառացի դրեք նայեք, ասում է այն ժամանակ հայրենասերը հիմա չէ։ Եվ երկրորդը ասում է, սա դրսից բերված Սփյուռքի մեղավորությունն է, որ Հայաստանը տուժվում է, հայրենասերությունը Սփյուռքն է բերել, մենք պետք է հայրենասեր չլինենք։ Դե սա ում ուղեղին կլինի, ինչ դեբիլի ուղեղը, սա արդեն մենք հասկանում ենք, քանի որ Սփյուռքի վերած քո ասած հայրենասիրությունը, որ Սփյուռքն է բերել, ու պատասխանը տալիս է հայ զինվորը, հայ մարդը Հայաստանում ապրող, եւ ինչպես նաեւ Սփյուռքից է շատ մարդիկ են եկել Զովենես չի, որ Սփյուռքը չի, սա դուրս է գալիս, որ հայրենասեր չլինելը, այսինքն կրթված լինելը նորաձև է, հայրենասեր չլինելը, այսինքն թուրք լինելը նորաձև է։ Նիկոլի ամբողջ բանն է, ինքը գնալու է։ Ես Նիկոլի համար էլ չեմ ասում, որտեղ արդեն զզվեցրել են իրենց զբաղվածքով։ Ես հիմա հարցը սուղում եմ բոլոր դատական, հարկային, պետական պաշտոնյա, կանաչապատում, ես իմ ֆինանսների նախարարություն եւ այլն, հարգելի հայրենակիցներ, դες բոլորը չեմ ասում հարգելի, ովքեր Նիկոլի քիպն են, նրանք հարգելի չեն, նրանք չասեմ, 3 տարի կոմբինացիա են։ Հարգելի հայրենակիցներ, հարց եմ տալիս ձեզ, լուրջ եմ ասում ձեզ։ Հիմա որ դուք այդ աշխատում եք, ո՞նց եք տակից ելնելու, փախնելու եք, ինչ եք անելու, որ իշխանությունը փոխվավ, դուք ինչ եք ասելու։ Ասելու եք տուն էի պամ, 1000 անգամ ասել եմ, այն օրն էլ ազգային ժողովից քոչի падգամավորը հելա խոսքերս կրկնեց։ Ինչ եք ասելու, ոստիկանություն, զինված ուժեր, ինչ եք ասելու։ Ասել եք, ես իմ ծառայությունն եմ անում, հրաման եմ կատարում, ոնց որ այն օրը մի հատ կնիկ էշ խոսում էր։ Այսինքն ինչ հրաման եք կատարում։ Հրաման եք կատարում, որ հային սպանեք, հրաման եք կատարում, որ պաշտպանեք թուրք ղեկավարին, հա, որ ասում է հայրենասեր լինի, այն ժամանակ հայրենասերը հիմա չէ։ Հիմա թուրքը ճիշտ է, ես թուրք եմ, թուրք լինելը հպարտություն է, թուրքը պետք է գապրի, ո՞րն է ձեր ասածը։ Հասկանում եք, ես հիմա դիվում եմ ձեզ, Նիկոլ արդեն պարզ է, իր 5-6 հոգով արդեն պարզ է։ Թե ում կփախցնի, ում կխփի, ոչ մեկը լավ չլնեք աբազ-մաբազներից իր։ Ոչ մեկը արգիշտ մարգիշտիներից լավ չլնեք, բոլորի փուրն ատալու Նիկոլը նոր գնա։ Ինչի, որտեղ դուք ահավոր շատ բան գիտեք, իր հետ նստե հելել եք։ Անենց մարդկանց ափուրը տալու, որոնց ոտների արանքից ինքը գլուխը չի հանում։ Կլինեն դա նախարարներ, փոխնախարարներ, գեներալներ, ոստիկաններ եւ այլն, այդպես է անելու։ Իսկ ինչ վերաբերում է օլիգարխներին, ձեր մասին չխոսամ, ձեզ ինչ է անելու։ Ես ուղղակի չխոսամ, դուք ինքներդ պատկերացրեք։ Եվ այն հարցը, որ ասում է բանը Հայաստանում պետք է վերանա հայրենասիրությունը, պահանջարկը վերանա, սահմանից այն կողմ Թուրքիա, Հայաստան չկա, մեր ասենք արևելյան սահմանից այն կողմ արևմտյան Թուրքիա եւ այլն, Արաքսից այն կողմ Ախուրյանից այն կողմ, դա զուտ իր գնալու ճանապարհն է։ Հիմա դրա դիմաց ինքը ինչ է ստացել, ինչի ստացել։ Մենք արդեն սրա մասին գիտենք ու բազում անգամ շեշտել ենք։ Ես դիմում եմ ժողովուրդ, դուք չեք մտածում, կանայք, դուք տան հիմնականում վիզն եք կլնում, այսինքն տղամարդը գլուխն է, կինը պարանոցը, որ կողմ շեղեց, շեղվում է։ Դուք չեք մտածում, ինչ եք կլնելու, դռնեդուռ եք կլնելու, հա բոլորը։ Հա ասենք նախարար, բաները մեկ-մեկ թռան, բեկա իրանց հետ ենք բելու, բայց տեղակալներ, մյուսներ, ձեր ընտանիքով, ախր բարեկամների թողելու եք Հայաստան է։ Պատյաս մեկ ինչ է լինելու, Կադրովի պես օրենք եկավ, բարեկամների բռնեն գցեն բերդ, վազելով գաք հանձնվեք։
ախր դուք ցավոտ Թուրքի իշխանությանը կծառայում։ Եվ իմ իջալոց ասեմ ձեզ, որ այս ամբողջ գործողությունների մեջ ես մի հատ նմանություն բերեմ պատմական, որ այսօր հայտարարեցին, որ Իսրայելը ամբողջ Ադրբեջանի կառավարության անվտանգությունն է ապահովում, հատկապես Ալիևի ընտանիքի։ Հիշեցնեմ, որ այդ ապահովող ընտանիքները նույն 1801 թվական 1812-13 թվականին, որ եկել էին Արցախը գրավելու ռուսները, օկուպացիա անելու Արցախում, երբ որ կռիվը գնաց Շուշիի համար, եւ երբ որ Շուշիից դուրս եկավ արդեն Շուշին վերցրած ծախած Շուշին փանահը, որը քոչվոր էր, հայտնի չէ, ասում են ադրբեջանցի էր, բայց բնականաբար ադրբեջանցի չէր, քանի որ իշխանությունը պատկանում էր Իրանին, քոչվորը իմի ընդունենք քոչվորը, հա, ատրպատականցի, ընդունենք այդպես, բայց այդքան է չկա, երբ որ ինքը ռուսների հետ պայմանավորվում է, որ ինքը հլու հնազանդ պիտի ծառայի ռուսների երկիրը տալով, քանի որ բոլորը բանալիները վերեցին տվեցին ռուս զորավարին, ամբողջ այսօրվա Քոչվորստանի տարածքի բոլոր Շակի, Շիրվանի, Ղարաբաղի եւ մնացած խանության տարածքների հա պարսիկ ղեկավարները փանային հանեցին Սիրուն, ասացին գնա ներքևը քո տիկնապաներով բան վրան խփի, Շուշիի տակ, Սիրուն քո համար ամառ ա եղել, շոկ ա եղել, այդտեղ հա Հովացի սպասի ռուսական զորքերը իրենց գործը կանեն եւ գիշերը հատուկ հրամանով ռուսական զորքերը հարձակվում են Փանահի վրանների վրա, մոտապես 8-ից 12 վրան ունենում, դե բնականաբար իր բարեկամներով, երեխեքով, թիկնապաներով, բոլորին կոտորում են, սրախողող փոքր երեխուց մինչև վերջ, կտրտում հետքը վերացնում են Փանահի ընտանիք, հոր եղբայր բան, որ ոչ մեկ էլ չփորձի ներկայացնի պահանջ, որ ինքը տարածքի խանն է, Ղարաբաղի պարսկական կառավարիչ ներկայացուցիչն է, բարձա, չէ, վերացնում են քոքը, որ էլ այդ ներկայացուցիչը չլինի։ Հիմա նույնը Ալիևի համար, որը ազգությամբ էլ սկի ադրբեջանցի չի, հա, այս խառնածինը ջուտ կնոցով, որոնց որ պահում են, ցանկացած ժամանակ մորթելու են գեղեցիկ ձևով, քանի որ ինչի է ջհուդը պահում բանին, դու ասա, Ալիևին, որ իր ձեռքի տակ մնա, հիշեցնեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին է ռուսական Վագներների ձեռքը պահում, դրա համար այս ջոկ բոլշևիկյան ծրագիրը կատարում է։ Ներողություն, ջոկ բոլշևիկյան ծրագիրը կատարում է։ Դա ռուսների ձեռքի տակ է։ Ասում է ժողովուրդ, ինձ ինչ եք ուզում։ Հայրենասիրությունը նորաձև չէ, թուրքերը թող գան ու անցնեն ճանապարհը փող կաշխատվի, այդ փողը կաշխատվի բնականաբար դու Գրզոն կամ Քոչարյան ենք, որոնք իրար հետ մեկն եք։ Եվ ինչ ասում, հայրենասիրությունը պետք չի, Եվրոպայի հետ պայմանագիր եմ ստորագրել ազատականացման, էլ ինչ է մնում։ Ուրեմն նույն հաջողությամբ, պես լկտիությունը, որ ինքը երկուսի մեջ փորձում է ծև տված իբր խաղա, իսկ աշխարհը գիտի ինչ անում, այնպես չի որ թողնվելու այդ հարցը լուծվի, ես երեք ասել եմ Եվրոպայի ներկայացուցիչների հենց Սյունիքի հարցով հատուկ որոշումը, Նիկոլ Փաշինյանը այսպեսի մի բան է խաղարկում, որ իբր թե ինքը Եվրոպայի հետ է, որը բոլորը հասկացել են, եւ սառեցրել է հապկի հետ պայմանավորվածությունը, իսկ հապկը ուլտիմատում է տվել, որ պարտավորես անդամավճարը վճարես ու մնաս հապկի մեջ, թե չէ վատ կլինի։ Որևէ մեկը կասկածում է, որ Նիկոլը կկարողանա ռուսի ձեռնտակից պրսնել կամ ռուսին դեմ մի հատ փրշտալ, ժողովուրդ ջան, ռուսի դեմ փրշտալ ստի Քոչարյանը չի կարողացել, որը ամենամտերիմ շունն է ռուսի։ Սերժ Սարգսյանը էլ չասեմ, իսկ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ ես տեսել եմ ով ինչ արել, բայց որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ապշում են պատկերացնեն ոնց են ընդունում, ոնց են ուղարկում։ Բարձա։ Հետո ձեզ մի բան ասեմ, որ ասում եք Թուրքիի հետ պայմանագիր ճանապարհը բացել։ Բոլորը կարծես մոռացել են, մենակ Նիկոլ Փաշինյանի վրա են գցում։ Հարգելիներս, Թուրքիա ճանապարհ բացելու պայմանավորվածությունը առաջինը ում ծրագիրն է եղել։ Բնականաբար էլի ջուդի հետ, էլի Կրեմլի հետ Սերժիկ Սարգսյանը մոռացել է գալու հաջորդ օրը ընկել էր Սփյուռքի տեղերը, Կռիվ Դավի եւ այլն, թուրքերը ասին հա կբացենք, թքիներեսին ասին չէ, Ղարաբաղը տվեք բացենք։ Հիմա Նիկոլը ասում է Ղարաբաղն էլ եմ տվել, բացեք, թուրքը էլի պահանջներ ա ներկայացնելու։ Ինչքան էլ ասում է շուտով կկնքենք, շորտ ջան, այդ շուտով կնքել, դա վնաս է տալու Թուրքիային ու Ադրբեջանին։
Վնասատալու, ես ասել եմ, Թուրքիայից արտահոսք եղավ ծպտյալ հայերը եկան ստեղ ֆռացին գնացին, դա Թուրքիայի պայթյունն է, էլ չասեմ քրդերի եւ մնացածի։ Հասկանում եք, ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ, ինչը փորձում ես նկատել, որ դու կարաս դրանով հաղթես, տակից դուրս է գալիս մի բան, որին չես հաղթում։ Ծառը, որ քոթից կտրում ես, գարունը գալիս ես 10,000-ը շիվա տալիս ամեն ծառը։ Պարզա։ Նույնն էլ սա է, հայոց հարցը տենց հեշտ լուծվող չի, տենց հեշտ սպյուրքի մեղադրել չի։ Նիկոլ Փաշինյանը գալիս է, ոչ մեկ իրան դուսը չի ընդունում, իր հետ բերում այն ԼԳՏՊ Ստյոպիկին, այն օրը որ նկարը գցել էին սպիտակ փնթի սպիտակ հաստ վադալազկով, սև ճմրթած գոտիով, սպիտակ շալվարով եւ ճմրթած սև լաքի կոշիկներով Պրագայում ճակատին է պատրոնի տեղը դրած ԼԳՏՊ հիմնադիր ղեկավար Ստյոպիկին Սաֆարյան։ Հա, դրանց վերցնում է գալիս ասում հայ համայնք, ուր է հայ համայնք։ Այսքան տարի Գերմանիա եկել է, ես այն համայնքից 4-5 հոգի մարդ եմ տեսել, որոնք սկզբից փորձում էին Նիկոլին լավելեն, շատ հայոյելուց հետո իմ սկսեցին իրան հակադարձել, որովհետև գիտեմ, որ գնալու եմ հասնեմ իրենց համայնք, երեսներին ճպստեմ կամ շատ լավ տիրապետում են ինձ, բոլորն հենց հիմա լսում են, չլսեն է հասնում է իրենց, որ համայնք մտա ճակատին ճպստնելու են, գիտեմ։ Այնպես որ այս կապիկությունները, որ տանում է Թուրքիայի հայ համայնքի հետ, որ հայ համայնքի հետ է հանդիպել Նիկոլ, այն հայ համայնքի, որոնք թուրք են, թե այն, որ թուրքերի հետ ամուսնացած են, թե այն, որ բանում Թուրքիայի Üsküdarից են կոմ բազարներում առևտուր են անում, հա, Թուրքիայի։ Այդ հայերի հետ էս հապը, որ Հայաստանից կամավորել է գնացել են մի շարք մարդիկ ապրում են Թուրքիայում, դրանց, այն առևտրականների, որ թուրքը մտնում է մարդու կնգա մեջտեղը քնում է գիշեր ցերեկ։ Էդի հայ համանք չեղավ։ Ես էլ եմ ասել, ցանկացած երկրում ապրող հայ է, իրեն հայ նման չի բան։ Ինքը էլ հայ չի, ինքը խառնենք, ինքը աննպատակ սատանի ճուտ է, ինքը արդեն չունի իր մեջ հայ գույնը։ Հայ որակը, Աստծո լույսը ոչինչ չունի ժողովուրդ։ Չի կարա մի մարդը ապրի մի տեղ, ինքը ունենա ինչ-որ բան ու չփորձի իր հայրենիքի համար։ Հետո նա ջհուդ ուժեղ էր, որովհետև երկար ժամանակ խաբեցին, ինքը իր հայրենիքի համար ծառայեց ներսը թալանեցին։ Հիմա նույնը Հայաստանին էին արում, բայց չի ստացվելու։ Իսկ ինչ վերաբերում է այսօրվա Իսրայել-Իրան պատերազմին, հա իրար ռմբակոծում են։ Հետո Իսրայելը ցույցատալի վայ Թերանը ավերեցի։ Այն է ցույցատալիս, որ Իսրայելի մոտավորապես 15-20 քաղաք ընդհանրապես էլ գոյություն չունեն։ Հիմի սրանից ով շահեց, հա? Այս պատերազմից, այս հիստերիայից ով շահեց 8-10 օրվա արդեն շուխրա, չէ՞։ Զգում եք, որ արդեն նստում է այդ ինտենսիվությունը, էլ առաջի օրի պես 400-400 իրար վրա չեն կրակում, բանակցությունն է գնում որոշ հրթիռներ սա է խփում, որոշ հրթիռներ նա։ Մի խոսքով ամեն ինչը գնում է դեպի մարման, ոնց որ առաջի օրերը եղավ Հնդկաստան, Պակիստանի եւ հետո մի քանի օրից մարես 10-12 օրից։ Նույնն է սա է անելու։ Ասել եմ, չէ շոու էր, բայց այս շոուից ով հաղթեց։ Հեսա պարսիկը կասի, մենք հաղթենք, ավերեցինք, ջութն է կասի, ես մենակս հաղթեցի Պարսկաստանին, բայց պարզերևում է, որ մենակը չէր եւ այլ։ Էլի եմ կրկնում 1500 կիլոմետր հեռավորության վրա ոչ մեկ պատերազմ չի անում։ Պատերազմը հաղթում է կանաչ հագուստով զինվորը։ Պարզա։ Պատերազմը հաղթում է զինվորը, որ կանգնավ այդ հողի վրա։ Զինվորը չկանգնավ, այս պատերազմ իրար ավերելու, սա հաղթանակ չի։ Մարդը ապրելու է, մենք ապրել ենք, Արցախի ժողովուրդը ապրել է։ Մենք բազում հավերակների մեջ, մենք չենք գնացել։ Հիմա էլ որ չծախեն, էլի չենք գրանու։ Արցախի համար ռևանշ լինելու է, ես ձեզ խոսք եմ տալիս։ Անպայման ու ոչ միայն Արցախի, նաև Նախիջևանի, Իմիջիայլոց կներեք 3 Նախիջևանի համար որոշում արեցի, որ կպտում է Ադրբեջանին, այսօր որոշել են չեղարկել ռուս-թուրքական պայմանագիրը, որի մեջ Նախիջևանը նշված է, որ պիտի լինի ինքնավար հանրապետություն, այսինքն անվերապահորեն ենթարկվի Ադրբեջանին։ Ինչ կա սրա տակ, ինչու են իրենք այսպիսի բան անում, որևէ մեկիդ մտքով անցնում է։ Միակողմանիորեն Կարսի պայմանագիր իրենց օգտին շեղելը սա ցույց է տալիս, որ ուզում են ցույց տան, թե մենք Կարսից դուրս ենք գալիս, բայց չմոռանանք, որ Կարսի պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի, Ռուսաստանի եւ Խորհրդային Միության հանրապետություններ Ադրբեջան, Վրաստան, Հայաստանի մեջ։ Նիկոլը միանշանակ դուրս կգա, բայց Վրաստանը չէ, իսկ Ռուսաստանը չի ուզում դուրս գա այդ ծրագիրը փակվի։ Ինչու՞, որտեվ հենց այնպես չէր Նախիջևանին հանրապետության կարգավիճակ տալի։ Ուղղակի կտային շրջան։ Պարզա, որտեվ այս հարցը ունի լուծումը Նախիջևանի հանրապետությունը պիտի լուծումն ունենա, իսկ ինչի է ինքը պարզեցնում սիստեմը, միգուցե հանձնելու համար,
Ով գիտի մեծ քաղաքականության որ մասն է աշխատում, որևէ մեկը գիտեք, եթե հանրապետության կարգինքը պարզեցնում է, դա դառնում է շրջան։ Շրջանի իրավունք չունի իր ազգային ժողով ունենա, շրջանի իրավունք չունի իր կառավարման միջոցներ ունենա։ Շրջանը ինչ ունի, ունի մի հատ շրջան, շրջանի ղեկավար, քաղաք, գյուղերի ղեկավար, նա չի կարող ոչ մի բան անի։ Բայց արդյոք Ադրբեջանը կարող առանց Հայաստանի այդպիսի բան անի։ Առանց Հայաստանի միջով անցնելու։ Հասկանում եք, մեծ քաղաքականությունը, ես ձեզ ասել եմ, արևմտյան քաղաքականությունը խաղում է երկար տարիներ։ Թուրք-ռուս ջհուդականը խաղում է արագ ու անորակ, որպես ցույց է տալիս հիմա։ Ինչ անում, Իրանին դրեցին ռմբակոծին, հետո լավ, էլի ռմբակոծիկ Իրան։ Մի 1000 հատ էլ ուղարկիք, հետո։ Այսօր հիացել եք պաշտոնական տվյալը խփում եք, թե Իրանի զոհերի թիվը հասել է ինչքան էլ գրե 4000-ի թե 5000-ի։ Լավ, հետո 5-10 000, հետո 91 միլիոնանոց տարեկան 1.250.000 աճ ունեցող երկրում 50,000 մարդ սպանեցիք, հետո դա որևէ բան տալիս է ձեզ, չէ, չի տալիս ժողովուրդ, չի տալիս, որովհետև այդ սպանությունը քեզ չի տալիս, որ քո զորքը մտնի որևէ մեկին մտնի։ Քո կողմից է զոհեր կան, գրում ես ամբողջ քաղաքները վերացել են, մահացել է 1 մարդ, վիրավոր է 17 մարդ, հետո։ Ես չեմ այստեղ հաշվում զոհերի, բայց այստեղ մի հատ հետաքրքիր բան կա։ Հեռավորության վրա պատերազմը դա շոու է շեղել է հիմնական հարցերից։ Հատկապես տեսեք, Ամերիկայի հարցը մոռացվեց, ուկրաինական հարցը ժամանակավորապես մոռացվեց, չնայած ռուսները փորձում են էլի կրակել ինչ-որ բանի հասնել, չի հասնում։ Տեսեք, հեսա Իրանի հարցը էլի կանգնեց, նորից սկսվում է Ուկրաինայի հարցը։ Սա շախմատի օրենքն է, ոնց որ աշխարհում միշտ խաղում են երկրների հետ։ Տեսեք, Ռուսաստանը ամենտեղ շախ է տալիս։ Մի հատ Սիրիա են սարքում, ռուսը մեջը, մի հատ Իրան են սարքում, մի հատ Արցախ են սարքում։ Տեսնում են որտեղից ճեղքված կտա, այնտեղ էլ շատացնեն։ Բայց ոնց հասկանում ենք, Իրանն է չի ճեղքվել։ Սա իրականություն է։ Իսրայելն էլ որ ասեմ, այտենց վերացել է, չէ, բայց ահռելի քանակությամբ Իսրայելը ավելի շատ կորուստ ունեցել թվային առումով, քան Իրանը։ Ես բացատրել եմ ինչի համար։ Իրանի բնակչությունը 1 քառակուսի կիլոմետրի վրա 61 մարդ է, Իսրայելի բնակչությունը 441։ Հիմա 1 հրթիռը քառակուսու վրա ապրող խտությամբ մարդկանց քաղաքի խփելով, որ քաղաքն ավելի շատ ավելում բնականաբար այնտեղ, որտեղ 441-ը։ Ինքը կարող է Իսրայելի 60-70 քաղաքին խփի, իսկ ինքը չի կարողանում Իրանի 730 քաղաքին խփի։ Տարբերություն կա։ Ինչ ալոց Իսրայելը մի հատ էլ հրթիռ խփե, հենց Ադրբեջանի սահմանի մոտ։ Սա միամիտ է, ցուցադրական է, թե ինչա, համենայն դեպս սահմանի մոտ գյուղ կա, որտեղ փոքր բազա եղել խփել է այդ բազային։ Էնպես որ այս հեքիաթային մանկապարտեզային գործերից պետք է անցնվի իրական։ Ինչ մարտահրավեր ունի Հայաստանը հիմա Նիկոլ Փաշինյանից ազատվելու ցանկացած գնով։ Ու կլինի էդի նաև մեծերի օգնությամբ, թե առանց մեծերի Նիկոլ Փաշինյանը գնալու է, քանի որ մարդ իրեն պահում ավելի լիկտի, քան թե կարար ցանկացած երկրի ղեկավար, ամենաուժեղ դավաճան ղեկավարները, գիտեք, դավաճան ղեկավար աշխարհում չի եղել, շատ են եղել։ Ոչ մեկ sense չի պահե իրեն, ոչ մեկ չի ասել, որ ես հակար թշնամու ազգից եմ, թշնամու հետ պատճպճվել է լավ, տունը մտնել է լավ, ծոցը մտնել է լավ։ Ես մարդը հետ ասում։ Այդպիսի բան աշխարհում չի եղել։ Տեսեք, Հիտլերն էլ ա եղել Գերմանիայի թշնամի մարդ, ազգությամբ ոչ գերմանացի ջհուդ, ձևական կազմակերպել է գամբիտ է կազմակերպել 55,000 հրեային կոտորե, հայերին են ավելի շատ կոտորե, ամբողջ օստենսիվում հայերի անուններ ա գրած 10 հրեայի, գրեցին 55-ը սարքին 550, հետո 6 միլիոն։ Ինքը Գերմանիայի թշնամի էր, բայց միշտ կողմեր Գերմանիան հաղթում է, կոտորած աշխարհը ազատել գնչուներից, հրեաներից եւ ինչ էր գրե գնչուներից, հրեաներից եւ ԼԳՏԲ-ից մենք Աստծո զինվորներն ենք, հա, գրում էին վրանել, բայց ինչ Արանքը ով դժվեց, ես ձեզ ասեմ, Գերմանիային առաջ անգամ պատմության մեջ անկախությունը վերացրեցին 1006 թվից մեր թվակությունից հետո Արմենիուսի բերած անկախությունից վերացրեցին եւ Գերմանիան բաժանեցին 4 մասի եւ 47 թվականին որ Գերմանիան վերամիավորվեցին, փոքր իհարկե հետագայում արդեն 90 թվականին մյուս Գերմանիան
Զարմանալի չէ, որ այդ Գերմանիան, որը այդպես եղել էր, տնտեսական ոչ մի անկում չունեցավ, փողի կուրսը չունեցավ, Մարշալի ծրագրը աշխատեց, բայց ո՞նց է լինում կապիտուլյացիոն երկրին իրենց են բարձրացնում, որ 57 թվին լինում է Եվրոպայի ամենազարգացած երկիրը։ Զարմանալի չի։ Բնականաբար այդ արանքը 10 տարի, ինչպես տեղեկացնում են գերմանական արխիվները, ժողովրդին ստիպելով տարել են, թե իրանք մարդկանց են կոտորել ջութներին։ Գերմանացիները չեն հավատացել, ժողովուրդ 10 տարի պետական փողերով Ամերիկայի ջութների հետ տեղի ջութներով տարել են, ցույց են տվել, որտեղ են կոտորել։ Բայց գերմանացիները ասել են, հա, բայց մինչև հիմա չեն հավատում, բայց այսպեսի բան են արել։ Գերմանական գենետիկ կոդը թույլատրել է ժողովուրդ։ Գերմանացին այնքան թույլ է ազգա, որ ով հետ ամուսնացավ, կապ չունի աղջիկ թե տղա, 1000 անգամ են ասել։ Իր երեխան դառնում է այդ ազգից, հայ ամուսնացավ, կապ չունի, մայրն է թե հայրն է հայ։ Երեխան ավտոմատ դառնում է հայ։ Թուրք ամուսնացավ, երեխան դառնում է թուրք։ Փողոցում հազարավոր լաչակներով, չալմանարով, փարաջաներով գերմանացի ես տեսնում։ Գերմանացի անուն ազգանունը գերմանացի։ Մտնում ես խանութ, ասենք դոշին գրած է Էլինա Շտայնմայեր, օրինակ։ Նայում ես լաչակով քեզ անայ, դու էլ sense ապշած, ասում ես, հա, մամաս թուրք է։ Պապասը լը չէ, մամաս։ Այնպես որ այս ամբողջ գործողությունները, որ ազգի կոտորումը անում են արիական ցեղի ոգին, սա ջուդական ծրագրի վերջնական մասն է։ Մի փոքր էլ ուզում եմ անդրադառնալ Միջին Ասիային, որ նոր հոյակապ մի Միջին Ասիացի կառավարականի հետ վերլուծականներ, ուզում եմ կիսվել ձեր հետ, շատ հետաքրքիր բան ասեց, ինչու է մեր տարածաշրջանը հիմա բնակչությամբ քիչ, իսկ կողքինները շատ են եւ նրանք էլ ուզում են քչացնել, բայց մենք ուզում ենք շատացնել։ Բանն այն է, որ Միջին Ասիայի տարածաշրջանում անընդհատ փորձել են, ու այմիջալոց խոսացողը Ղազախ է, անընդհատ փորձել են էկողները, հատկապես հիմնականում ռուսները, կոտորել տեղի ազգերին։ Այս մասին ես ասել եմ բազմիցս պատմել եմ, բայց ասма հարցը այդ չի, որ մենք պատմել ենք ժամանակների ընթացքում։ Ազգերին իրար դեմ հանելը սկսել է ռուսական կայսրությունից հետո Խորհրդային Միության ժամանակներից, որը ես ասել եմ։ Միջին Ասիայում մինչև Խորհրդային Միությունը ժողովուրդ ջան չի եղել ոչ մի ազգային պետություն։ Եղել է Խորեզմի խանություն, հա, պարսկական ուղղությամբ, եղել է, ասենք, Կոկանդի խանություն, Բուխարայի խանություն, Ֆերգանայի եւ այլն։ Բոլորը մտել են ամեն մեկը մեկի մեջ, չէ՞։ Բայց է գալով սարտերին վերացնելով, լցնելով ուզբեկների մեջ, քանակական ավելցուկ տվել են ուզբեկներին, որոնք հանկարծակի որոշել են, որ իրենք ամենամեծ ազգն են, ուզ կամ ուզբեկ հին ցեղն են եւ Թամերլանը կամ Լենգ Թեմուրը, Կախ Թեմուրը իրենց ղեկավարն է։ Դրա համար էլ արհեստական կողքի երկրներից կտրելով բերես ստացել են Ուզբեկստան, բայց այսպեսի մի բան կա։ Հաշվարկ են անում, եթե 50 տարի հետո Ռուսաստանի բնակչությունը կլինի մաքսիմում 120 միլիոն, եթե չեն հաշվում պատերազմի արտագաղթը, հաշվում են 145-ից հանած։ Ուզբեկստանի բնակչությունը լինելու է 70 միլիոն, արտագաղթի տեղ ունի։ Ղազախստանի բնակչությունը ավելի քիչ է, կլինի 25-30 միլիոն, բայց Չինաստան, Հնդկաստան եւ մնացած գայլերը, Իրան եւ այլն, բոլորի բնակչությունը 100-ը անց է։ Հիմա է Իրանը 91, ամենաքիչ բնակչությունը Իրանը ունի 91, Հնդկաստանը հարևան, Պակիստանը հարևան, հա, եւ Չինաստանն ու Ռուսաստանը հարևան։ Մի հատ Աֆղանստան ունի, այն էլ արդեն 50 միլիոն անց է։ Ամբողջ Միջին Ասիայի չէ բնակչությունը։ Ինչ մարտահրավեր է։ Ներկայացնում են իրենք, ասելով որ մարտահրավերի մեջ մենք պիտի կարողանանք պահենք մեր երկիրը ցանկացած երկրի հետ, ցանկացած հիմնական Չինաստան բան հակամարտությունը օգտագործելով։ Տեսեք ինչ ճիշտ են ասում, որովհետև նրանք ամենաշատը վախենում են չինական մեծ քանակի մուտքից, բայց նաև վախենում են, քանի որ Չինաստանի դեմ Ամերիկա կա 5 վայրկյանը մեկ կարող են Չինաստանին վռնդել, կա Ռուսաստան, որին չեն կարողանում վռնդել։ Ղազախստանի հյուսիսային մարզերը սկզբնական շրջանում ասում են ցույց կտան, որ 200,000 են գրավելու։ Այն մի մարզ, ասենք, նախկին Կարագանդա կամ եւ այլն, Սեմպալատինսկ կամ եւ այլն դրանք, բայց իրականում իրենք կվերցնեն ավելի քան 1.5 միլիոն կամ 2 միլիոն պետք եղավ լրիվ։ Այս սրահան մարտահրավերները, ասում եմ, մենք պիտի կարողանանք խորհրդային նախկին հանրապետությունների հետ, ասում ենք հայկական հարցին, ավելի մեծ հարաբերություններ ունենալ, որովհետեւ մենք ունենք փորձ եւ միտեղ ենք ապրել, տեսնենք ոնց ենք ասատվում։ Ինքը նշեց պայտակ, որ Հայաստանի օրինակը պատերազմից հետո բոլորին ցույց է տվել նախկին խորհրդային հանրապետություններին հապկի մեջ, որ Ռուսաստանը չի կարող լինել լավ դաշնակից։
Հասկանում եք, եթե Ռուսաստանը պայտակ իր կարճ խելքով ասածս ինչ կցուցանի, ասածս նա է, որ Ռուսաստանը իր կարճ խելքով փորձեց Արցախը ծախելով Հայաստանին նվաստացնելով հսկական իբր գեոպոլիտիկ խաղաթուրքին իր կողմը քաշ այսօր թքին վրան Սիրիայից վտարեցին, հիմա Իրանի հարցն են լուծում, թքում են վրան եւ Ադրբեջանը, բա որ Միջին Ասիայում եղավ։ Ու սկսեցին վտարելիս տա լինելու է, որտեղ ուկրաինական ճակատում ինք ուներ եւս 10-15 օր ահռելի առաջ գնալը, բայց ինքը միայն բավարարվեց հրթիռներով եւ մի քանի սարի մոտ, ասենք ձորի մոտ, բլուրի տակ, ծառի տակ մի 100 մետր առաջ գնալով։ Դրա համար հայազգի հանդեպ Ռուսաստանի կատարածը ամենատմարդին է, ինքը վերելով Նիկոլ, Սերժ եւ այլն, հիմա այլ փորձելով ռուսական ուղղություն տաշիրիսանով եւ այլն, ինքը փորձող է Հայաստանին դարձնել մարզ, բայց անպայման ռուսական վերահսկողությամբ արգելիներս։ Անպայման ռուսական, սա չի ստացվելու, որովհետև արևմտյան ուժը ավելի ուժեղ է, ու արևմուտքը ոչ թե ասում են իրենք լավն են, չէ, լավը չկա։ Արևմուտքը ուրիշ այս պայն առաջարկներ ունի։ Դե ամեն ինչ ասել են, բաները կա, որ չեմ ասել։ Եվ վերջապես Հայաստանը գտնվելով Խաչմերուկում, ինքը պիտի կկարողանա առանց Նիկոլ Փաշինյանի ճիշտ որոշում անել, որպեսզի Խաչմերուկում, մենք ոնց որ Խաչմերուկի Հայաստանը ուշադիր նայեք, բանալիի նման է, հենց այդ սարքած չի։ Այս բանալին որ կոնֆրանսնենք, այդ կողմ բացվի դուռը։ Հենց այնպես չի, որ Հայաստանին բանալու տեսք են տվել։ Վարզա ուշադիր նայեք եւ հետեւեք իրավիճակին, բայց ոչ մի պանիկայի մի ենթարկվեք։ Միշտ գիտակից եղեք, որ պատերազմ կարա լինի, հա, կարա լինի։ Մի հատ անասուն հրթիռը գցեց սխալ գցին, հետո ասենք կաներես մի քանի հատ պատասխան գնաց, պատերազմը ոնց է սկսում, ամենահիմար պատճառներից մեկի, չէ՞։ Հիմա կարա լինի, բայց մի առաջինը սենց հիասթափվեք, խառնվեք իրար, որտեղ ամեն ինչից ելք կա, իսկ հայազգը Աստծո ազգն է, եմ ասում։ Այսքան տարիներ, դարեր մարդիկ կործանվել են, հայերը մնացել են, հազարավոր ազգեր են վերացել, պարթևները չկան, ոչ մեկ չկա հին ազգերից, ոչ մեկ, ասորիները եղած չեղած մի հաշիվ են, չնայած Հայաստանում ապրում են, մենք իրենց շատ ենք հարգում, 23 թվի Լոզանի պայմանագրով ընդհանրապես ասորիներին զրկեցին պետություն ունենալու եւ հետագայում ապրելու իրավունքից, բայց հայերը կան ու մնացել են։ Հայիցին աշխարհում դեռ ոչ մեկ չկա, որ կասի ույն է նա եգիպտացին է, ջուրնա, թող գնա գլուխը այն լացի պատը վարձի, մենակով Իսրայելի, լացի պատը վարձի, գլուխը հա տա պատին, որ խելքի գլուխը կա։ Դրա համար փորձեք Ժորժ ջան լինել տեղեկացված, վերլուծեք նաև ինքներդ, քան որ տեղեր կա, այս թողում եմ դուք էլ մտածեք։ Եվ եղեք հայրենասեր, հայ լինելը մենակ ձեր անունը տալը չի, ես դիցեմ, ես ընդդիցեմ։ Դիմում եմ բոլոր Ռուսաստանի այդ հայերին, որ խոսում են, ունևորներին, քանի արցախցու ընտանիքի եք օգնել։ Արցախից դուրս եկած, Արցախից Ռուսաստան գնաց, նույն էլի կրկնեմ Շահումյանցիներ։ Քանի արցախցու եք օգնել, եւ երկրորդ հարցը երեք հետևորդներից մեկը գրել էր. Հարգարժան Շահումյանցիներ, ձեր Շահումյանից անելուց հետո ասեք Հայաստան չկարողացանք ապրենք, Արցախ ինչի չեկաք։ Սա ձեր հարցերն է, բայց ես ուղղելու եմ ձեզ։ Ու այսօրվա դրությամբ ասում եմ, երեկվա համար տվողս չի ասել, որ ով է իմ համարը ցրում։ Ասել եմ +21 եմ ասելու, շատ կարճ կասեմ։ Տղա ես, աղջիկ ես, մորքուր ես, տատի ես, հոպար ես, թե ինչ, ընտանիքով բերանդ բաց պարկած ես Թուրքի տակ, թող իմանան քո հետինները։ Դուք Թուրքիի վիժվածք եք։ Ընտանիքով, որտեղ առանց մարդու ասելու իր համարը տալը, դա առնվազն մարմնավաճառություն է։ Մենակ մարմնավաճառներն են այդպես բանում։ Թե հիմա ձեզ դուր կգա, որ դուք համար տալիս եք, այդ բառերը ձեր մասին լսվում է, սա արդեն ձեր կարծիքն է, ուրեմն դուք արդեն ի սկզբանե մարմնավաճառ եք, որ այսօրվա 56,000 հետևորդով էջով աշխարհի բոլոր երկրներում որտեղ հայ կա։ Ձեր մասին ասում եմ մարմնավաճառ, որը համարս ցրում է Ռուսաստանի մարդկանց առանց ինձ տեղ տալու չհաշված եւ ուրիշներ։ Դուք ընտանիքով եք մարմնավաճառ։ Կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, հարազատներ եւ այլն։ Դե դուք ինքներդ ձեր մեջ ուրախացեք, ասեք ինձի չի ասվում։ Դուք գնացեք ինքներդ ձեր մեջ, երբ որ մենակ եք մնում երեկոյան Աստծո հետ։ Դուք ինքներդ ձերդ խոսեք, ճիշտ եք թե չէ, եթե չեք զանգի մինչև հիմա։ Խնդիր չկա։ Կարակ բաց տեքստով այդքան վախ չունեք, բաց տեքստով զանգի ասա, ես եմ տվել։ Ես ես մարդն եմ, ես եմ տվել։ Բաց տեքստով վիդեոն բաց ասա, ես եմ տվել։
Բա որ չես տալիս 24 ժամ ժամանակ եմ տվել, ուրեմն արժանի ես ցանկացած հայրենիքի ու նվաստացման։ Դու պետք է լինես հասարակած տանը, չէ, դու ծերը թե բանը տեցել չես ելնելու։ Դու լնելու ես ինչ ասեմ, այն փնթի վեներական հիվանդություններով մարդկանց տեղով որ հաչ ես բուժվում, հավրեդ սիֆիլիսի վարդերը աճում։ Դու դրանցից ես։ Վերջ։ Հարգելիներս, ես էլ եմ կրկնում, ես ոչ անհասանալի եմ, ոչ է 100,000-ավոր մարդիկ ինձ տեսնում են։ Facebook-ս բաց է, Instagram-ս այդքան շատ չեմ նայում, TikTok-ս բաց է եւ մնացած տեղերը բաց է, հա, նաեւ Telegram-ը։ Ասելիք ունեք, ուղղակի ասեք։ Եկե վախենալով ասել չեմ ասի, խնդրելա չասեմ, դա ձեզ էլ ավանաս տալի, չեմ ասի։ Մի ասեք, գնացեք դուք ձեր մեջ մնացեք, որտեվ անընդհատ սպրոս ենք անել այդ չասելու համար։ Մի հարց եմ տալիս, բոլորը շահամյացեք, խնդրել եք, որ ձեր մասին լավ բան ասեմ։ Հաթաթ ցույց տվեք ինձ, ուղարկեք, չասեք, էլի պիտի անընդհատ ասեմ։ Դուք ինքներդ կպակ մեղվի բնին, ես չկպա։ Հաթաթ ցույց տվեք չեկերով ինչքան արցախցի եք օգնել։ Հաթ ցույց տվեք Հայաստանում ում եք օգնել, բացի գցելուց։ Մոսկվա ապրող շահամյանցիներ եւ այլ քաղաքներում ապրող շահամյանցիներ։ Եթե ցույց չեք տվել այդ միլիոնների մեջ, ես էլի անդրադառնալու եմ ձեզ։ Եղավ։ Որովհետեւ մենակ խոսալով մեզ բան միասա ու մտնել ռուսի տակը, դա ոչ մի լավ բան չի բերում։ Ես դիմում եմ նրանց, ովքեր փորձում էին արդարանալ, ոչ թե այն նորմալ մարդկանց, ովքեր անում են ու անձեն անում են։ Խորին հարգանքներով բոլորին, քանի որ ես շատ ընկերներ ունեմ Շահամյանից, շատ։ Քաթաթ գյուղ անուն կասեմ, կճանաչեք, պետք չի հիմա։ Եղավ։ Փորձեք լինել հայ, ոչ թե ձևական հայ։ Գնաք ձեր համար մի հատ ռաբիզ երգիչ բերեք ձեր Շահամյանից, նստեք ուրախանաք, ասեք, ասա արտիստ է։ Անունն է կարան տան ձեր երկիչի, որ հիշեք ձեր բարեկամն է, թե չէ, Բեռնեցյանը։ Լես որ բուկետ բերան մի բացեք, մինչև տան, վերջին, հատիկ, սյուն, տարած, ղրգած, աշխատող, չաշխատող կասեմ։ Հետս չընկնեք կոնտր, ես զատնի դնող չեմ, ես ճիշտն ասողը պահում։ Վերջ։ Իսկ ճիշտ վերաբերվելու է ժողովուրդ ջան, մեր այս ընթացքին, այս վատ ընթացքը, որ Հայաստանով անցնում, ամեն ինչ գալու է ընկնի իր տեղը ժողովուրդ։ Գիտեք ինչ, երբ որ մարդը գիտի, օրինակ վերցնենք այսպես։ Ես գիտեմ, որ ես հիվանդ եմ օրինակ, չէ՞։ Ես արդեն ամեն ինչի պատրաստ եմ։ Բայց այն մարդը, որ չգիտի Իրանից թաքուն են պամ, հանգարց իմամա մի անգամից ընկնում աժոտաժի մեջ բան։ Նույնը ոնց որ հարուստի երեխեն, չէ՞։ Ամբողջ կյանքը լավ են պամ, դառնա 30-40 տարեկան եկա հորթ։ Ծնողները մահանում են, դա դառնա չմո, հետո խմում, խումարա խաղում, կործանում է իրար։ Դրա համար մի բարձացեք դառեք այտենց պուպսիկ, ամեն ինչին ռեալ նայեք, որպեսզի հասկանաք ինչ է կատարվում աշխարհում։ Ռեալ նայեք, բոլոր երկրներն ապահովագրված չեն։ Ամերիկայի պես երկիրն են կռիվանում։ Գերմանիայում փողոցով քայլում ես, ավտոն քշում են վրան էլ, թե նա 52 հոգի, որ մի քանի օր առաջ սպանեցին։ Ոչ միտեղ նես չի, որ ստե գնամ արդարա։ Ես Հայաստանի ցավում եմ մեր ընկերներից մեկին, իրոք, բարեկամ ունեին, հելել էին, եկել էին Բելգիա, խանութ էին, դրա ամեն ինչ դրել են երեխային փողոցում, մի քանի տարի հետո, 10 թե 12 տարի հետո երեխային փողոցում բանը կարմիր լույսի տակ ավտովթարով խփեցին, մահացան։ Ճակատագիրը չէ, մարդու ապրասնա, ճակատագիր չէ, մարդու ապրասնա, Աստված ում ոնց անա։ Ես չեմ ասում լավ է եղես, ցավակցում եմ, ուզում եմ ասեմ, ոչ մեկս չգիտենք որտեղ ենք մենք ապահովագրված։ Մարդը նստում է ինքնաթիռ ընկնում է։ Մարդը ոչ մի բան չի լինում, տան մեջ սխում ընկնում է, այս հարևան ունեի, տան մեջ սղաց ընկացել, մանում են քունքը կպել էր բանին, այս անկողն ու անկյունին, փայտի տեղում մացել։ Սղալուց տան մեջ։ Այնպես որ ամեն ինչ կարող լինի։ Չեմ ուզում երկարացնել, մաղթում եմ ձեզ լավոր հարգելիներս։ Եղեք տեղեկացված, եղեք հարգանքով, եղեք ճիշտ։ Մի ներկայացեք մենակ որ դուք, հա ես էլ 1000 հատ մինուս ունեմ, ես միշտ ասում եմ, այս բան չի, որ ես չեմ ասում, հուսով չեմ, 1000-ավոր մինուսներ ունեմ, բայց պիտի կարողանանք բոլորս պահենք մեր մեջ և հանուն ազգի համար պայքարենք, հանուն ազգի, ոչ թե հակառակ ազգի, ոչ թե ասենք, գիտեք ինչ կա, ես հայրենասեր եմ, հիմա չէ թուրքասեր եմ, չէ, հանուն ազգի,
ու ամեն ինչը դնենք մի կողմ հանուն Աստծո։ Եթե փորձեք որևէ մեկը զանգեք, ասեք, այդքան զանգում եք, ասեք ազգի համար ինչ պետք է անեմ, ոչ թե ես ինչ եմ արել, ինձ ինչ եք ասում, այդ դեպքում հայ կլինեք։ Իսկ երբ որ զանգումը ազգի համար ոչ մեկը չէ խոսում, մենակ ձեր անձի, սա ամենատխաճն է։ Ավարտում եմ հաղորդումը, մաղթում եմ լավ օր, Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, Մուշում, Վանում, Արդահանում, Ցոլակերտում, որը գդիրն է, Վանանդ, Կարսում, Կիլիկիայում, Անտալիայում, որը հայկական է, իրենք փորձեցին անունը փոխել, ինչպես նաև Սելևկիայում, Լամբրոնում, Անգորայում և Պոլսում։ Ամեն։